Բարի երեկո հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք House Home հաղորդաշարը, որը սկսում ենք հենց հիմա։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, դուք դիտում եք House Home հաղորդաշարը եւ ես Արամ Կարսյանն եմ, այո ինչու ոչ, հենց հիմա ձեր iPhone-ներով, iPad-ներով կամ որևէ համակարգիչով կարող եք այցելեք aramkarsian.com եւ այնտեղ սխմելով search like an agent կոճակը դուք կարող եք անմիջապես վայրկյանական տեսնեք այն տները, ինչ որ մենք բրոկերներս եւ էջենտներս ենք տեսնում, այցելելով aramkarsian.com այնտեղ սխմեք search like an agent կոճակը եւ իհարկե դնելով ձեր պարամետրները, ձեր ինֆորմացիան, վայրկյանական դուք ինչպես ասացի, կարող եք տեսնեք, մտնեք, տեսնեք ձեր շրջանի տները կամ որևէ շրջանի տները ինչ է կատարվում, կարող եք տեսնեք ինչ տներ են շուկայում վաճառվում եւ իհարկե այս գործիքը առաջարկում ենք ձեզ ձրիաբար եւ սա շատ հզոր գործիք է, որովհետեւ սա կապնված է հենց մեր բրոկերների, էջենտների համակարգի հետ, գիտեմ ուրիշ ծառայություններ շատ կան, բայց սա ամենաճշգրիտ ինֆորմացիայի կենտրոնացված, որը որ մենք ենք օգտագործում, մտնելով aramkarsian.com, երբ կարող եք ստուգեք search like an agent կոճակը սխմելուց հետո կարող եք փնտրեք այն տները, որ ձեր շրջանում են, կարող եք տնեք որևէ, ասենք, քանի ննջասենյակ, քանի բաղնիկ, ինչ տեսակի տուն, condominium, townhouse կամ առանձնատուն, կամ որևէ շրջանում, որ ուզում եք եւ որ գնի տներն եք, ինչ գնի տներ եք ման գալիս, ուստի այցելեք aramkarsian.com եւ այնտեղ search like an agent։ Իսկ հիմա ինչպես գիտեք, ձեզ այս հաղորդումը պատրաստել ենք ձեզ համար, որպեսզի սա կապված է անշարժ գույքի ֆինանսավորման նորությունների հետ, պետք է խոսենք, թե ինչ է կատարվում ընդհանուր շուկայի մեջ, house the market, պետք է ձեզ բերենք նորություններ եւ պետք է խոսենք զանազան ինֆորմացիաների մասին, որպեսզի դուք որպես տանտերեր կամ ապագա տանտերեր, ինվեստորներ ենք մենք ձեզ միշտ տեսնում որպեսզի կարողանաք որևէ քայլ, որ ուզում եք կատարեք ինֆորմացված ձևի եւ քաջատեղյակ քայլերով կարողանաք այդ գործարքը կատարեք։ Իսկ այս շաբաթ պետք է խոսենք, ինչպես ասեցի, house the market, պետք է խոսենք ինչպես պաշտպանեք ձեր investment-ը, ձեր կապիտալը ինչպես պաշտպանեք եւ ինչ քայլեր կարող եք առնեք, որպեսզի այդ գործարքը կատարեք եւ ինչպես միշտ ձեզ պետք է բերենք այս շաբաթվա interest rate-երը, տեսնենք ինչ եղան, պետք է խոսենք մի քիչ էկոնոմիկայի մասին երկրի եւ դա ինչպես է ազդելու ապագա անշարժ գույքի գների վրա եւ իհարկե interest rate-երը ինչ են սպասվում որ լինի եւ իհարկե պետք է խոսենք մենք մի քիչ պետք է բացատրենք կոնկրետ թե մենք ինչ ենք անում, ինչ գործով ենք զբաղվում եւ ինչպես կարող ենք ձեզ ծառայենք եւ իհարկե ինչպես բոլորը գիտեք դեռ 1.5% special-ը շարունակում է, ինչ է դա, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, անպայման կապնվեք մեզ հետ 1.5%-ով կվաճառենք ձեր տունը, մանրամասնություններ կան, դա մեր service fee-ն է, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, անպայման կապնվեք մեզ հետ 818-275-115 հեռախոսահամարով եւ սիրով ձեզ կբացատրենք եւ կտանք ամեն մանրամասնություն, իսկ հիմա այս փոքր դադարից հետո երբ վերադառնանք, պետք է խոսենք, թե ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայի մեջ, ուստի մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հաստոհոմ հաղորդաշարը։ Իսկ հիմա պետք է խոսենք, թե ինչ է կատարվում ընդհանուր անշարժ գույքի շուկայի մեջ կամ հետ եւ ինչ է սպասվում։ Ընդհանուր անշարժ գույքի շուկան նույն վիճակի մեջ է, սա sellers market է կոչվում, վաճառողների շուկա է եւ իհարկե բուն պատճառը նա է, որ պաշարը քիչ է եւ պահանջը շատ եւ երբ որ պահանջը շատ է եւ պաշարը քիչ, պարզ է որ արդեն սա տունը վաճառողների շուկա է եւ իհարկե ինչն է որ պահանջը շատացնում է, դա այսօրվա ամենացածր interest rate-երն են, որ վերջի 50 տարվա մեջ այսպիսի interest rate-եր չենք տեսել։ Ուստի դա է որ շուկան բալանսի չի պահում, որովհետև interest rate-երը երբ որ ցածր են, գնորդները ուզում են այդ առավելությունը օգտագործեն եւ դրա համար տունը վաճառողները չեն կարողանում պաշար հասցնեն այնքան, ինչքան որ պահանջն է։ Ուստի եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, սա ճիշտ շրջան է եւ մի քիչ հետո ավելի պետք է ծանոթացնենք մեր գործարքը ինչպես ենք ձեզ օգնում այդ գործարքը կատարելու։ Եվ իհարկե ինչ է սպասվում այս տարվա ընթացքում, ինչքան գները բարձրացան մինչև հիմա, արդեն գիտենք, որ 6 ամսվա ռիփորտները, որ տեսնում ենք, մոտ տեսնում ենք 8% տան գները 2016 թվի սկզբից մինչև հիմա արդեն բարձրացել են, դա մի քիչ շատ բարձր թիվ է, բայց իհարկե, ինչպես բացատրեցի, երբ որ գնորդի շուկա է եւ պահանջը շատ, դա է, որ բարձրացնում է գները եւ իհարկե տոկոսները ցածր են պահում դեռ, դա շատ լավ չի երկրի էկոնոմիկայի համար, որովհետեւ երկրի բյուջեի հիման վրա է, որ այդ տոկոսները ցածր են պահում, դրա համար երկիրը կամ ես ու դու, որ տուրք ենք վճարում, tax ենք վճարում, մեր tax-ի դրամների հաշվով տոկոսները ցածր են պահում, բայց ընդհանուր երկրի էկոնոմիկան եթե նայենք, շատ լավ չի, որովհետև մենք արդեն 19 տրիլիոն դոլար պարտք ունենք, դեֆիցիտ ունենք եւ շուտով հասնում ենք 20 եւ սպասվում է որ 21 տրիլիոն դոլարի պետք է բարձրանա, դա երկրի համար ընդհանրապես լավ չի եւ այդ unemployment-ի թվերը, որ տեսնում եք 5%, որ ասում են unemployment-ի rate կա, դա ճիշտ չի, մոտավորապես unemployment-ը իրականում մոտ 15-ից 20% է, որ դա էլ լավ չի եւ սա շատ կարեւոր տարի է, թե ում ենք ընտրելու որպես պրեզիդենտ, որովհետեւ այդ նոր պրեզիդենտը ես հավատում եմ, որ դեմոկրատները չկարողացան եւ պատմության մեջ չեն կարողացել ապացուցեն, որ երկրի էկոնոմիկային իրենք կարող են օգնեն եւ ես հավատում եմ, որ ռիփաբլիկանները շատ ավելի պատմության մեջ ապացուցել են, որ իրենք կարող են երկրի էկոնոմիկան շտկեն եւ մեզ աշխատող խավին կարողանան օգնեն, որպեսզի tax-երը իջացնեն, որտեղ գիտեմ բոլորս ահավոր tax-եր ենք վճարում, որպես small business owner, փոքր բիզնեսատերներ կամ որևէ աշխատաուժ ահագին tax ենք վճարում եւ մենք աշխարհի մեջ ամենաբարձր tax վճարող երկիրն ենք եւ պետք է որ ռիփաբլիկանները եթե նստեն այդ tax-երի հարցերը լուծեն, որպեսզի ժողովուրդը մի քիչ շունչ քաշի եւ կարողանա երկրի էկոնոմիկան շարժվել, երբ որ դրամ ունենք, այդ ժամանակ դրամ ենք ծախսում, երկրի էկոնոմիկան արդեն հզորանում է։ Սա է շուկայի նորությունները, սա իմ կարծիքն է, դուք կարող եք ձեր կարծիքը ունենաք եւ իհարկե այս ամեն կարծիքները, որ ձեզ եմ հայտնում, հիմնավորված տեղից եմ ինֆորմացիաները վերցնում, ինձանից չեմ հանում եւ ոչ էլ ինչ որ ռոպագանդա եմ անում, թե ում ընտրեք, բայց ես հավատում եմ, որ սա շատ կարեւոր ընտրության տարի է, ուստի խնդրում եմ միմիայն այս կողմից, այն կողմից մարդկանց ասածով մի ընտրեք ձեր պրեզիդենտին, այս երկրի պրեզիդենտին, որ մերն է,
եթե այստեղ ենք ապրում, այլ ձեր research-ը արեք, իմացեք մանրամասնությունները եւ նոր ընտրեք եւ էմոցիոնալ պետք չի, որ այս գործարքը կատարենք մենք որպես այս երկրի քաղաքացիներ։ Իսկ հիմա ուզում եմ այս փոքր դադարից հետո երբ վերադառնանք, պետք է խոսենք, թե ինչպես պաշտպանեք ձեր կապիտալը, ձեր անշարժ գույքը եւ ինչ քայլեր կարող եք կատարեք, որպեսզի կարողանաք այդ ձեր ապահովագրեք ձեր կապիտալը։ Ուստի մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հասթոմ հաղորդաշարը։ Հենց հիմա կարող եք այցելեք, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, ուզում եք իմանալ գաղափար կազմեք, թե ձեր անշարժ գույքը, ձեր տունը ինչ արժի, այցելեք aramkarsian.com, սա հատուկ մեր տունը տանտերերի համար է այս գործիքը եւ բոլորովին ձրիաբար է, այցելեք aramkarsian.com եւ այնտեղ սխմելով Sell My Home կոճակը դուք կարող եք ձեր պարամետրները դնելով րոպեների ընթացքում ձեզ հատուկ report է հասցվելու եւ սա շատ մանրակրկիտ report է, սա ձեզ գաղափար կտա, թե ինչ է կատարվում ձեր տան շրջանում եւ ցույց կտա այդ report-ը, թե ինչ տներ են շուկայում հիմա վաճառվում եւ ինչ տներ են արդեն escrow-ի մեջ ընթացքում, վաճառքի ընթացքում են եւ ցույց կտա, թե ինչ տներ են վաճառվել ձեր շրջանում, որը շատ կարեւոր ինֆորմացիա է եւ իհարկե գունավոր report է, բոլոր ինֆորմացիան ամեն մանրակրկիտ որևէ անշարժ գույք, որ այդ report-ի մեջ է, իրեն նկարներով, սա շատ կարեւոր գործիք է, որպեսզի դուք որպես investor տանտեր ձեր աչքը լինի տան գների վրա, ուստի այցելեք aramkarsian.com եւ այնտեղ Price My Home կոճակը սխմելով դուք կարող եք րոպեների ընթացքում ստանալ այդ report-ը եւ եթե հարցեր ունեք, սիրով հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով եւ դրա մասին խոսելով ուզում տանտերերին նորից հիշեցնեմ, մեր special-ը 1.5%-ը դեռ շարունակվում է, մանրամասնություններ կան, դա մեր service fee-ն է եւ իհարկե ինչպես գիտեք, եթե կարող եք խնայեք 0.5% կամ 1% այդ commission-ի գումարը, դա կարող է կազմել հազարներ եւ այո, ինչու ոչ տասնյակ հազարներ, նայած ինչ գնի տուն եք վաճառում եւ իհարկե եթե հարցեր ունեք հեռաձայնեք եւ սիրով կպատասխանենք ձեր հարցերին։ Հիմա պետք է խոսենք, թե ինչ քայլեր կարող եք առնեք, որպեսզի հիմա արդեն տանտեր եք, արդեն կարող է նոր է կամ մի քանի տարի է արդեն, միշտ պետք է վերանայեք ձեր ֆինանսները, ձեր անշարժ գույքի վիճակը ինչ է եւ քայլերից մեկը պետք է նայեք ինչ արժի տունը, որ ձեր աչքը տան գնի վրա, ձեր կապիտալի վրա միշտ լինի, դուք կարող եք ճիշտ կողմնորոշումներ անեք հիմնված շուկայի հետ կապված, երկրի էկոնոմիկայի հետ կապված կամ ձեր ֆինանսների հետ կապված, որը ամենակարևորն է։ Երբ որ դուք անշարժ գույք եք գնում, դուք դառնում եք ներդնող, investor, եւ investor-ը միշտ պետք է ինֆորմացված լինի։ Ամենահաջողակ investor-ները, որ նայեք պատմության մեջ, միշտ ինֆորմացված են իրենց կապիտալի հետ կապված։
եւ միշտ աչքները բաց է, թե ինչպես կարող են այդ կապիտալը ավելի հզորացնեն, որ այդ կապիտալը աճի, որովհետեւ վերջը մեր գործը, ասենք ամեն օրվա գործը, որ անում ենք, դա մեր ապրուստի գումարն է, որ մեր օրական ծախսերը պետք է հոգա, բայց ամենակարևորը ձեր investment-ն է, ձեր nest egg է կոչվում, դրա վրա պետք է ավելի ուշադրություն դարձնեք եւ իհարկե քայլեր կան դրա համար անելու։ Առաջինը, ինչպես ձեզ ասեցի, այցելեք aramkarsian.com եւ այնտեղ Price My Home կոճակը սխմեք եւ ձեզ հատուկ report կհասցվի, արդյոք սա ձեզ ցույց է տալու թե ձեր տունը ինչ արժի կոնկրետ, ոչ, սա ուղղակի ինֆորմացիա է տալիս, թե ինչ է կատարվում ձեր շրջաներում, բայց շատ լավ գաղափար կարող եք կազմեք, թե ինչ գնի ձեր տան գինը ուր է հասել։ Եվ իհարկե ամենաճիշտը այդ report-ը ստանալուց հետո, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, կապնվեք մեզ հետ, մենք ավելի կոնկրետ կնայենք, կհանդիպենք եւ ձեզ ճիշտ ուղղությունը կտանք եւ վերջի որոշումը իհարկե ձերն է։ Հաջորդ քայլը ուզում եմ ծանոթացնեմ ձեզ, սա նոր բան չի, կոչվում է homestead։ Homestead-ը, ինչպես գիտեք, երբ որ տունը գնում եք, այդ տան գրանցումը մաքուր թե ոչ մաքուր անցնում է ձեզ։ Ինչու եմ ասում ոչ մաքուր, եթե ֆինանսավորումով եք վերցնում, title է կոչվում, title-ը անցնում է ձեզ, երբ որ տունը գնում եք, title-ը ձեզ է փոխանցվում, escrow-ի միջոցով եւ title insurance-ի միջոցով ձեզ է փոխանցվում եւ իհարկե այդ գրանցումը լինում է ձեր անունը այդ տան վրա եւ եթե ֆինանսավորումով եք վերցրել, պարտատերը, ով որ բանկը որ ձեզ փող է տվել, նրա անունն էլ է գրանցվում այդ տան title-ի վրա։ Եվ homestead-ը մի հատ ուրիշ գրանցում է, որ կարող եք անեք, սա լրիվ օրենքի մեջ է, որպեսզի պաշտպանեք lawsuit-ներից, եթե դատավարության մեջ մտնեք, ոչ մեկ չի կարող ձեր տան վրա լին դնի որոշ գումարի։ Իհարկե այդ գումարը կապված է մանրամասնությունների հետ, եթե հարցեր ունեք, սիրով զանգահարեք եւ ձեզ կբացատրենք եւ կօգնենք, որ այդ homestead-ը record անեք, սա մի հատ ավելնորդ քայլ է, որ կարող եք անեք, մեծ ծախսերի հետ կապված չի, բայց դա պաշտպանում է ձեր title-ը։ Հիմա մի փոքր դադար պետք է վերցնենք եւ վերադառնանք, պետք է շարունակենք եւ իհարկե եթե հարցեր ունեք հեռաձայնեք 818 275 5115 հեռախոսահամարով։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հաուստոմ հաղորդաշարը, խոսում ենք թե ինչպես պաշտպանեք ձեր investment-ը, ձեր անշարժ գույքը, որ ամենամեծ կապիտալն է ընդհանրապես մեր կյանքում եւ ինչպես խոսեցինք homestead-ի մասին, որ կարող եք ֆայլ անեք այդ homestead-ը ձեր title-ի վրա, որ որևէ lawsuit-ներ կյանք է պատահում է, որ լինի այդ lawsuit-ը, եթե չեք հաղթել եւ այդ հաղթողը չկարողանա կամ որևէ ուրիշ լիներ, եթե լինեն, չկարողանան այդ
ձեր անշարժ գույքի վրա ֆայլ անեն title-ի վրա, դա շատ կարևոր քայլ է եւ խոսեցինք, որ միշտ աչքներդ պահեք տան գինը, ձեր տան գինը ուր է հասել, որպեսզի կարողանաք ճիշտ որոշումներ անեք, արդյոք վաճառեք, թե այդ equity-ն արդեն ժամանակն է հանել մի քիչ եւ օգտագործել մի ուրիշ կապիտալի կապել, իհարկե անշարժ գույքի մասին եմ խոսում եւ իհարկե ընդհանուր ձեր անշարժ գույքը միշտ պետք է equity build անեք, շատ կարևոր է, ձեր պարտքը պետք է իջեցնեք, եթե ֆինանսավորումով եք գնել ձեր տունը, ձեր պարտքը միշտ պետք է իջեցնեք, ինչպես եք անում դա, եթե ֆինանսավորումով եք վերցրել, մեկ հատ ամսեվճար տարին ավել վճարեք, 12 ամսեվճարի տեղը 13 հատ կարող եք վճարեք եւ դա 30 տարվա ֆինանսավորումը կրճատում է մոտ 8 տարի, ուստի եթե 30 տարվա ֆինանսավորում ունեք, 1 տարի կներեք, 1 ամսեվճար տարեկան ավել վճարեք, դա իջացնում եք 30 տարին իջացնում եք մոտ 22 տարի եւ դրանից ավելի կարևոր այդ 8 տարվա տոկոսը, որ պետք է վճարեք, դա էլ եք խնայում եւ իհարկե եթե հաջորդ տարբերակը, որ կարող եք նայեք, եթե 30 տարվա ամսեվճարներ ունեք կամ ֆինանսավորում ունեք, պետք է վերանայել կարող է եւ ճիշտ լինի վերաֆինանսավորել ձեր 30 տարին 15 տարվա։ Սա են իմ խորհուրդը, եթե հարցեր ունեք, սիրով հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Իսկ հիմա եկեք, գիտեմ բոլորդ անհամբեր սպասում եք, արդեն մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, նայենք interest rate-երը ինչ եղան եւ կվերադառնանք, շարունակենք։ Այս շաբաթվա interest rate-երը հիմնված Freddie Mac-ի վեբսայթի հուլիս 14 2016 թվականին National Average-ը Ամերիկայի մասշտաբով 30 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց 3.42%, 15 տարվա փակվեց 2.72% եւ 5 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց 2.76%։ Եվ իհարկե, երբ այս ամենը համեմատում ենք անցած շաբաթվա հետ, տեսնում ենք, որ interest rate-երը ցած իջան եւ իհարկե համեմատելով անցած տարվա interest rate-երի հետ, տեսնում ենք, որ շատ ավելի բարելավ են interest rate-երը, ուստի եթե հարցեր ունեք, հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք House to Home հաղորդաշարը։ Մի քիչ ուզում եմ ծանոթացնեմ, թե մենք ինչ գործով ենք զբաղվում, իհարկե անշարժ գույքի գործով ենք զբաղվում եւ ընդհանրապես օգնում ենք մեր հաճախորդներին, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնեն եւ ընդհանրապես մեր գաղափարը նա է, որ ոչ թե անենք ինչ որ մեզ է ձեռք տալի, այլ ինչ որ ձեզ է ձեռք տալի եւ դա պահանջում է լսել, թե ձեր կարիքը ինչ է եւ դուք ինչ եք ուզում, ուր եք ուզում հասնեք ձեր կյանքում, դա է մեր հասկացողությունը եւ իհարկե եթե տանտեր եք, այցելեք aramkarsian.com սխմելով Price My Home կոճակը վարքյանների ընթացքում, րոպեների ընթացքում ձեզ կհասցվի հատուկ report, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվում ձեր անշարժ գույքը, որ ունեք, այդ շրջանում ինչ է կատարվում շուկայում։ Եվ իհարկե մեր ծառայությունը, մեր special-ը դեռ շարունակվում է, 1.5% special-ը, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, 1.5%-ով դա մեր service fee-ն է, 1.5%-ով կվաճառենք ձեր տունը, դա ոչ մի ձևով չի զիջում մեր ծառայության որակը կամ քանակը եւ իհարկե պատրաստ ենք ձեզ օգնելու եւ շատ ճիշտ ձևով ենք աշխատում եւ ունենք հաճախորդներ, պատրաստական հաճախորդներ, որ իրենց հետ աշխատելուց հետո իրենք են առաջարկում դա, կարող ենք իրենց թիվը տանք, խոսեք իրենց հետ եւ հասկանաք, թե մենք ինչպիսի գործ ենք անում, ուստի եթե մտածում եք ձեր տունը վաճառեք
եւ բրոկեր չունեք կամ ուրիշ էջենտի հետ չեք աշխատում, դա շատ կարեւոր է, անպայման կապնվեք մեզ հետ 818-275-5115 հեռախոսահամարով, իսկ ընդհանուր առմամբ նորից ուզում եմ հիշեցնեմ, եթե տուն եք մեր տուն գնորդներին, եթե տուն եք ուզում գնեք, ուզում եք մտնեք շուկա, առաջի հերթին զբաղվեք ձեր ֆինանսավորումով եւ դա պետք է պատրաստ լինի մինչև շուկա մտնելը։ Դա են իմ խորհուրդները, հարգելի բարեկամներ, արդեն մոտեցանք մեր հաղորդման ավարտին։ Շնորհակալ եմ, որ նորից մեզ ընդունեցիք ձեր հյուրասենյակները եւ եթե հարցեր ունեք, մենք պատրաստ ենք շաբաթը 7 օր 24 ժամ պատասխանել ձեր հարցերին։ Ես Արամ Կարսյանն եմ եւ կտեսնվենք հաջորդ շաբաթ օրը ժամը 7-ին։ Բարի գիշեր։ Walking down the sidewalk, kicking my feet as I'm moving to the music. Step to the beat. I woke up today, canceled all my plans, and I stepped right outside with my guitar in my hands. And the notes became loud as the sound caressed the air, and I kicked it up a notch as I strolled without a care, 'cause I'm going.